Հնարավոր է սիրել մեկին եւ սիրահարվել եւս երրորդ անձի։ Այո, հնարավոր է։ Սիրահարված մարդը ոչ թե սիրում է իր սիրահարվածության օբյեկտը, այլ սիրում է իրեն, իր զգացողությունները, իր կարգավիճակը, իր զգայական ապրումները տվյալ մարդու կողքին։ Հնարավոր չէ փնտրելով սիրահարվել։ Սիրահարվածությունը մենք զգում ենք, սերը ապրում ենք։ Զգալ ինչ-որ բան ենթադրում է որոշակի ժամանակ, ապրել ինչ-որ բան ենթադրում է ել ավելի երկար ժամանակ։ Ինչու ոչ ընդմիշտ, որովհետև նույնիսկ ժամանակն է ժամանակավոր։ Տղամարդը դավաճանում է շատ առարկայական, կոնկրետ։ Կինը դավաճանում է ավելի շատ, ավելի հաճախ եւ ավելի երևակայական։ Ինքնաբավ մարդը բարբերաբար սիրահարվելու, հիացմունքի օբյեկտ գտնելու, որպեսզի իրենով հիանան, կարիք ունենում է թե ոչ։ Յուրաքանչյուր մարդ ունի դրա կարիքը։ Մարդը ես հայեցակարգի ամբողջությունն է։ Եվ մենք բոլորս առաջին հերթին սիրում ենք մեր եսը։ Կարոտը մի քիչ ավելի բարձր զգացում է, քան սիրահարվածությունը։ Եվ մի քիչ ավելի քիչ է, քան սերը։ Ինչպես է ստացվում, որ կինը միշտ զգում է, որ իր զուգընկերոջ մոտ ինչ-որ այլ զուգահեռ անձնական կյանք կա։ Ամենաառաջին եւ կարեւոր նախապայմանը տղամարդու բառապաշարի փոփոխությունն է։ Ողջույն, սեր ու սիրահարվածություն, ինչ զգացողություն է սա, երբ ասում ենք, որ մենք սիրեցինք այս մարդուն, արդյոք մենք սիրում ենք հենց նրան, թե մեր զգացողությանը, որը մենք ունենում ենք գտնվելով նրա հետ, նրա կողքին, նրա հետ կապի մեջ։ Հետաքրքիր թեմա է։ Առավել հետաքրքիր է այսօրվա իմ զրուցակիցը հոգեբան Արմինե Մանուկյանը, ում կարծիքն ու մտքի ձևակերպումները մշտապես քննարկման առիթ են հանդիսանում, տալով մեզ առիթ նորանոր թեմաների եւ նորանոր քննարկումների։ Եվ այսպես իմ զրուցակիցն է Արմինե Մանուկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մանուկյան, ձեր մտքի ձևակերպումները, համարձակ ձևակերպումները շատ հաճախ քննարկման առիթ են տալիս մեր հետևորդների շրջանակում, ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետև հենց այստեղից էլ ծնվում են այլ թեմաներ։ Ես նույնպես։ Տիկին Մանուկյան, սեր, սիրահարվածություն, այդ որ ասում են որովայնում թիթեռնիկներ շարժվեցին, հա, մարմնումս թիթեռնիկները զգացի։ Սա ինչ զգացողություն է։ Հենց այդ մարդուն ենք մենք սիրահարվում ու սկսում սիրել, թե մեզ մեր զգացողությունները, մեր ինքնաընկալումը այդ մարդու կողքին։ Նախ փորձենք տարբերել սիրահարվածությունը սիրուց։ Սիրահարվածությունը ավելի շատ կապվում է մարդու հուզական ոլորտի հետ։ Սիրահարվածությունը հույզ է։ Հույզերի որոշակի դրսևորում։ Սերը արդեն զգացմունք է։ Սիրահարվածությունը շատ ավելի մակերեսային է, սերը շատ ավելի խոր եւ հասուն։ Ուստի սիրահարվածության զգացողությունը միշտ ավելի կապում է մարդուն եւ առաջացնում է ընդհանուր կախվածության զգացում։ Հետևաբար կախվածությունները որպես այդպիսին ենթադրում են զգացողություններ, որոնք որ մենք ունենում ենք այս կամ այն գործողությունը կատարելիս, այս կամ այն գործողությունը մեզ վրա զգալով։ Ուստի ձևակերպումը սիրահարվածության ինքնին ասում է, որ սիրահարված մարդը ոչ թե սիրում է իր սիրահարվածության օբյեկտը, այլ սիրում է իրեն, իր զգացողությունները, իր կարգավիճակը, իր զգայական ապրումները տվյալ մարդու կողքին։ Կարող ենք ասել, որ երբ հագեցրեց այդ իր
զգացողությունը պակաս ունեցել է, այս մարդու կողքին զգում է, հիմա արդեն հագեցրեց այդ իր պահանջմունքը, այլևս այդ զգացմունքն է անհետանում։ Կարող է լինել եւ հակառակը։ Առանց սիրահարվածության մենք չենք կարող տեղափոխվել հարաբերությունների հաջորդ փուլ, որը ենթադրում է սերը։ Բայց եթե սիրահարվածության ընթացքում զույգերը միմյանց նկատմամբ սկսում են տածել շատ ավելի խոր զգացմունքներ եւ զգացողություններ, քան մարմնական ձգողականությունն է, քան այն հորմոնների խաղն է, որը տեղի է ունենում սիրահարվածության ընթացքում, ապա այն կարող է վերածվել սիրո, կարող է ավելի խորանալ, ավելի հասունանալ, ավելի իմաստնանալ, իբրև այդպիսին։ Բայց եթե նման բան տեղի չի ունենում, ապա այո, մարդը հագեցնելով իր քաղցը կամ ուշադրության պակասը անհետ կորցնում է այն զգայական ապրումները, որոնք որ նա ունենում է տվյալ մարդու կողքին։ Եվ նորից դավաճանության թեմային անդրադառնալով ինքնաբերաբար այդպես ստացվեց, սիրահարվածության փուլում են դավաճանում եւ այս պարագայում է, որ հնարավոր է ընտանիքը փրկել, այսինքն երբ ամուսիններից մեկը զույգերից մեկը սիրահարված է երրորդ անձին, դեռ սիրո փուլ չանցնելով է հնարավոր վերադարձնել հարաբերությունները, սիրո փուլ անցնելուց հետո արդեն դա անհնարին է դառնում։ Ես կարծում եմ, որ ոչինչ անհնարին չկա այս կյանքում եւ երբեք չի կարելի ասել երբեք եւ ընդմիշտ ասելուց էլ չպետք է շտապել։ Քանի որ սիրահարվածությունը, եթե խոսքը վերաբերում է երրորդ անձին, ապա դա չի կարող անցնել հաջորդ փուլ, եթե երկրորդ անձի հետ տվյալ մարդուն կապում է սերը։ Այսինքն հնարավոր է սիրել մեկին եւ սիրահարվել եւս երրորդ անձին։ Այո, հնարավոր է։ Որովհետեւ սիրո մեջ մենք շատ ավելի զուսպ ենք, շատ ավելի ծանրակշիռ ենք, շատ ավելի վստահ ենք։ Սիրահարվածության մեջ մենք ունենում ենք շատ ավելի նևրոտիկ դրսևորումներ, որովհետև սիրահարվածության փուլում մենք ունենում ենք կորստի վախը։ Չկա վստահություն, բայց կա հույս։ Կա ստաբիլություն հարաբերությունների, բայց կա նաև հորմոնների եւ ֆիզիկական ձգողականության մակարդակի վրա որոշակի կապվածություն եւ ինչու՞ չէ նաև կախվածություն։ Բայց այս ամենը չի կարող վերածվել սիրո, եթե արդեն ինչ որտեղ մարդը այդ սերը ապրում է։ Տարբերությունը հետևյալն է. սիրահարվածությունը մենք զգում ենք։ Սերը ապրում ենք։ Զգալ ինչ որ բան ենթադրում է որոշակի ժամանակ, ապրել ինչ որ բան ենթադրում է ել ավելի երկար ժամանակ։ Ինչու ոչ ընդմիշտ, որովհետև նույնիսկ ժամանակն է ժամանակավոր։ Տիկին Արմինե, հնարավոր է ապրել սեր եւ այդ նույն անձի հանդեպ պարբերաբար սիրահարվածություն զգալ։ Ժամանակ առ ժամանակ այո, եթե տվյալ անձը կարողանում է թարմություն մտցնել այդ սիրո մեջ։ Եթե սերը չափից ավելի հավասարակշռված է, ապա սիրահարվածությունը, որը ենթադրում է գիրք, որը ենթադրում է ակտիվ դրսևորումներ, դրանք կարող են բոլորովին տեղ չունենալ այդ հարաբերությունների մեջ։ Սիրահարվածությունը ինքնին սուր զգացողություն է։ Ձեր ասած թիթեռնիկներն են, բայց այդ թիթեռնիկները առաջանում են միայն այն պարագայում, երբ մարդը ունենում է որոշակի սուր զգացողություններ։ Սուր զգացողությունների մեջ այս շրջանակներում մենք կարող ենք դիտարկել օրինակ նորույթի զգացում։
Մեկ, երկրորդը մենք կարող ենք դիտարկել նաև իմացական հետաքրքրությունը, որովհետև մենք կարող ենք սիրել, լիարժեք սիրել մի մարդու, ով այնուամենայնիվ մեր իմացական մակարդակը չունի։ Մեր իմացական հետաքրքրությունները չի կարողանում խթանել, զարգացնել եւ ինչու՞ չէ նաև մեզ հետ զարգանալ, բայց ունի այլ հատկանիշներ, որոնք որ ձևավորում են սիրո այդ խորությունը։ Սիրահարվածության մեջ մենք չենք կարող դիտարկել բացառապես նորույթը, մենք կարող ենք դիտարկել նաև իմացական ձգողականությունը կամ ընդհանրական հետաքրքրությունները։ Որն է առաջինը ծնվում ու ձևավորվում։ Մարդ ունենում է թարմության, նոր զգացողությունների, նոր ոգևորվածության կարիք, ապա ենթագիտակցաբար իր շուրջը փնտրում է օբյեկտ, ում կարելի է սիրահարվել, թե մարդ կարող է ինքնաբավ կյանքով ապրել, բայց հանկարծ տեսնի մեկին ու սիրահարվի։ Հնարավոր չէ փնտրելով սիրահարվել։ Եթե մենք ինչ-որ մեկին փնտրում ենք, ուրեմն մենք նախապես ունենք այդ ինչ-որ մեկի կերպարի կաղապարը։ Եթե արդեն իսկ զգացմունքի հետ մենք գործածում ենք գիտակցական մոտեցումը, դա ինքնին սիրահարվածություն չի կարող առաջացնել։ Ինչու՞։ Որովհետև Մեծն Էյնշտեյնը դեռևս ասել է. երբ խոսում է գիտակցությունը, լռում է զգացմունքը։ Երբ խոսում է զգացմունքը, լռում է գիտակցությունը։ Եվ դա հիմնավորում է նաև մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքով, որովհետև գլուխը գտնվում է սրտից բարձր։ Հետևաբար, եթե մենք մտածում ենք, զգում ենք սրտով, ապա մենք չենք կարող դա լիարժեք կառավարել գլխով եւ գիտակցությամբ։ Եթե մենք փնտրում ենք գլխով եւ գիտակցաբար, ապա բնականաբար չի կարող առաջանալ այն զգացմունքը, որը որ սերն է, կարող է առաջանալ զուտ որոշակի ձգողականություն, որը անպայման կրելու է ժամանակավոր բնույթ։ Մարդը շփվում է տարբեր տեսակի կոլեկտիվում, տարբեր տեսակի անձանց հետ։ Անցնում է ժամանակ, միգուցե նաև տարիներ կարող են անցնել։ Հարաբերությունները գործնական են, ընկերական են։ Հետո ծնվում է ինչ-որ մի զգացում։ Ինչ տեղի ունեցավ։ Հենց այն խոսում էինք ամենասկզբում։ Նա սկսեց հասկանալ, որ այս մարդու կողքին ինքը իրեն լավ է զգում եւ առաջացավ այդ զգացողությունը։ Այդ մարդը այնպես արեց, որ այս մարդը ավելի ոգևորվեց, թերարժուկության զգացողությունից ազատվեց, սկսեց իրեն ավելի գնահատված զգալ։ Հարցս հետեւյալն է. հնարավոր է տևական արդեն շփումից հետո առաջանա զգացողություն։ Սիրահարվածություն առաջանա։ Անշուշտ հնարավոր է, բայց այս պարագայում պետք է լինի կապող օղակ եւ այդ կապող օղակը բնավ ամենօրյա ռեժիմով շփումը չէ։ Քանի որ ձեր առաջարկած кейսը, այսպես կոչված, վերաբերում էր գործընկերային հարաբերություններին, չէ, որը հետո կարող է տարիներ ընթացքում վերածել սիրահարվածության կամ սիրո։ Մարդուն կարելի է ամեն օր տեսնել, ամեն օր շփվել, բայց սիրահարվել եւ չսիրել։ Կարելի է հարգել, ընդունել, գնահատել։ Այլ բան է, եթե տվյալ մարդը նպաստում է քո առաջխաղացմանը, եթե տվյալ մարդը նպաստում է քո ինքնազարգացմանը, եթե տվյալ մարդը ինչու՞ չէ նպաստում է պրոֆեսիոնալ եւ աշխատանքային առումով հաջողություններին, այս պարագայում տեսեք մենք դիտարկում ենք տարբեր զգայություններ, չէ՞։ Շնորհակալության զգացում, եթե տվյալ մարդու միջոցով դու հասնում ես ինչ-որ հաջողությունների, ինքնաբավության զգացում, եթե տվյալ մարդը արժևորում է քո որոշակի հատկանիշները, եւ պետք
լինելու զգացում, որը որ կարելի է երբեմն փոխարինել ընդհանրապես պատկանելիության զգացումով։ Որպես կանոն, գործընկերային հարաբերությունների մեջ այսպես շատ հաճախ է հանդիպում, երբ ղեկավարը վայելում է համակրանքը հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում իր ենթակաների ոչ թե այն պատճառով, որ տվյալ կինը կամ տղամարդը իրականում իբրև այդպիսիք շատ ձգողական են կամ շատ կանացի է կամ շատ առնական է կամ ունի նման հատկանիշներ, այլ որովհետև ղեկավար է, ունի որոշակի իշխանություն, ունի որոշակի ճանաչում, որովհետև ունի որոշակի խնդիրներ լուծելու կարողություն։ Այսինքն համակրանքի առաջացել ոչ թե իր անձը, այլ իր դիրքը։ Այ Տիկին Մանկյան, ես մի քիչ այլ բան նկատի ունեի։ Նկատի ունեմ, որ մարդիկ բավական ժամանակ կարող է շփում ունենան առանց որևէ սիրահարվածության զգացողության։ Հետո ինչ որ մի օրում մի բան փոխվի, այդ ի՞նչն է փոխվում։ Եթե խոսքը գնում է կանանց կողմից դրսևորվող զգայության մասին, որը սիրահարվածությունն է, ապա կանանց մոտ ամեն պարագայում աշխատում է մայրական բնազդը։ Եվ եթե այդ մտերմության պարագայում, գործընկերային մտերմության կամ ընկերային մտերմության պարագայում տվյալ տղամարդը շատ է բողոքում, ասում է, որ նա այդքան էլ երջանիկ չէ, որ նա իր ընտանիքում արժևորված չէ, որ նա ինչ-որ բանի պակաս ունի, հա, հետևաբար կնոջ մոտ արդյունանում է մայրական բնազդը եւ նա մղվում է փրկելու։ Այստեղ առաջանում է սիրահարվածություն այն զոհի նկատմամբ, ում ինքը փորձում է փրկել եւ վերադարձնել։ Տղամարդու մոտ հակառակն է։ Տղամարդը փորձում է ոչ թե փրկել, այլ հոգ տանել, բայց հոգ տանել միայն նրա համար, որպեսզի նա իրեն զգա ուժեղ, որպեսզի նա իրեն զգա պիտանի եւ որպեսզի նա իրեն զգա անփոխարինելի։ Այսինքն սիրահարվածության մեջ յուրաքանչյուրը պիտի ունենա իր դերակատարությունը, այսինքն իր զգացողությունը տվյալ հարաբերություններից, որի պակասը ինքը զգացել է։ Լինի դա բնազդային զգացողություն մայրականը, լինի դա ինքնահաստատման զգացողությունը, որի պակասը նա ունեցել է։ Ստացվում է, որ անձինք իրար չեն սիրահարվել, այլ սիրահարվել են այն զգացողությանը, որի պակասը այն վիճակին, որը նրանք ապրում են տվյալ անձի կողքին, որը նրանք զգում են տվյալ անձի ներկայությամբ։ Այսինքն Կոզա Միշել Ստանիսլավսկուն, ով ասել էր, սիրեք ոչ թե արվեստը ձեր մեջ, այլ ձեզ արվեստի մեջ։ Սա շատ նման է։ Հա, սիրահարվածության ժամանակ եւ ընթացքում մարդը սիրում է իրեն այդ սիրահարվածության էյֆորիկ դրսևորումների մեջ, բայց այստեղ կա մի շատ կարևոր առանձնահատկություն, որը կախված է նաեւ ժամանակի պահանջից։ Այսօր մարդիկ կարծես թե ինքնախապեյությամբ են զբաղված, որը դրսևորվում է հատկապես մեր մեդիադաշտում, սոցիալական ցանցերում։ Եթե վարդերի փունջ է, ապա դա պարտադիր պետք է լինի 50+ քանակությամբ, շատ մեծ։ Եթե դա սիրո առաջարկություն է կամ ամուսնության առաջարկություն է, ապա դա պետք է ունենա որոշակի անպայման ֆոնային էֆեկտներ, հա։ Եթե դա փող է, ապա այն պետք է սկսվի 1 միլիոնից։ Եթե խոսքը գնում է հարաբերությունների մասին, ապա այդտեղ անպայման պետք է արկա լինեն նյութական արժեքները, ընդ որում 2 ստեկ։ Բայց սա խաբեություն է, որովհետև իրական մարդը նայելով այս ամբողջ ֆոնային տեսարանին, որը ստեղծվում է մարդկանց ուղեղները զբաղեցնելու համար, միշտ մտածում է, բա ինչու
ես չունեմ դրանից։ Եվ պատասխանը մեկն է, որովհետև ես ապրում եմ իրական կյանքով։ Եվ ես սիրում եմ այն ամենը, ինչ ունեմ իրականության մեջ։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ տղամարդը դավաճանում է շատ առարկայական, կոնկրետ։ Կինը դավաճանում է ավելի շատ, ավելի հաճախ եւ ավելի երևակայական, որովհետեւ յուրաքանչյուր հաճոյախոսություն, յուրաքանչյուր իր արտաքինի, կանացիության, գեղեցկության, համակրելիության փաստումը որևէ մեկ այլ տղամարդու կողմից, նույնիսկ եթե այդ կինը տվյալ տղամարդու նկատմամբ ոչինչ չի զգում, բացարձակապես, կնոջ մոտ առաջացնում է էյֆորիկ զգացողություն։ Ինքնաբավ մարդը բարբերաբար սիրահարվելու, հիացմունքի օբյեկտ գտնելու, որպեսզի իրենով հիանան, կարիք ունենում է, թե ոչ։ Յուրաքանչյուր մարդ ունի դրա կարիքը։ Քանի որ մարդը ես հայեցակարգի ամբողջությունն է։ Եվ մենք բոլորս առաջին հերթին սիրում ենք մեր եսը։ Այո, ինքնաբավ մարդը կարող է սիրահարվածություն ունենալու պարագայում չունենա որևէ կախվածություն այդ վիճակից, որովհետև նա ինքնաբավ է։ Նա կապրի այդ էյֆորիկ վիճակը, նա կսպառի իր դոֆամինը, էնդորֆինը եւ բոլոր այլ հորմոնները, որոնք որ առաջացնում են երջանկություն, ուրախություն եւ նման զգացողություններ։ Եվ դրանով կսպառի իր նկրտումները, եթե իհարկե այդ հարաբերությունները չեն վերածվում ավելի խոր զգացմունքի, որը սերն է։ Բայց այ ոչ ինքնաբավ մարդիկ եւ մարդիկ, ովքեր որ այնուամենայնիվ իրենք իրենց հետ հաշտ չեն, ներդաշնակ չեն, նրանց անպայման պետք է ինչ-որ մեկը, որի կողքին նրանք կարող են իրենց զգալ նշանակալից, պետքական, կարևոր, բայց նման մարդկանց որպես կանոն սիրահարվածությունը շատ ավելի բացասական հույզեր է բերում, քան դրական։ Ինչու՞։ Ես ունեցել եմ տարբեր այցելուներ, ովքեր որ այս սիրահարվածության այդ ժամանակի ավարտից հետո դիմել են ինձ տարբեր դեպրեսիվ, տագնապային եւ այլ վիճակներում, եւ երբ որ ես նրանց տվել եմ ընդհանրապես մեկ հարց. հիշեք խնդրեմ տվյալ մարդու կողքին ձեր անցկացրած ամենաերջանիկ պահը։ Պատկերացրեք, որ նման պահ իրենք չեն հիշել։ Եվ չեն հիշել, որովհետև այդ պահը ապրելիս նույնիսկ նման մարդիկ զուգահեռ ապրում են տագնապ, որը դրսևորվում է կորստի վախով։ Տվյալ մարդուն կամ այդ իրավիճակը կորցնելու կամ այդ ժամանակը սպառելու վախը, որովհետև նրանք վերադառնալու են իրենց տուն եւ նորից մնան իրենք իրենց հետ։ Կարող ենք նույնը ասել կարոտի վերաբերյալ, հա։ Պարզեցինք, որ մարդ երբ սիրահարվում է կամ թեկուզ եւ սիրում է իր զգացողություններն ու իր ինքնաանկալումը տվյալ մարդու կողքին։ Իսկ կարոտը մենք կարոտում ենք կոնկրետ այդ մարդուն, այդ սուբյեկտին, թե նորից այն ապրումները, այն զգացմունքները, էմոցիաները, որ ունեցել ենք միասին։ Սա շատ համադրելի է սիրահարվածության եւ սիրո մեջ, որովհետեւ կարոտը մի քիչ ավելի բարձր զգացում է, քան սիրահարվածությունը, եւ մի քիչ ավելի քիչ է, քան սերը։ Սիրահարվածության պարագայում այո մենք կարոտում ենք մեզ այդ հարաբերությունների մեջ, մեր զգացածը, մեր ապրածը, մեր լսածը, մեր տեսածը։ Սիրո մեջ կարոտը մի փոքր ավելի նևրոտիկ բնույթ է կրում, որովհետև սիրո զգացմունքը շատ ավելի խորն է եւ այն ավելի
կարոտ ախտի պարագայում էլ ավելի խորանում է։ Սիրահարվածության պարագայում, երբ որ դու սկսում ես զգալ կարոտ, հա, դու արդեն սկսում ես զգալ բացասական հույզեր։ Ինչու կողքից չէ, ինչու չզանգեց, ինչու չգրեց, այսա արդեն առաջացնում է որոշակի ագրեսիա, դժգոհություն եւ հետս հետե, եթե այդ զգացմունքը չի խորանում, հա, նա կարող է այդ նույն կարոտը կարող է պատճառ դառնալ տվյալ հարաբերությունների ավարտի։ Բայց սիրո պարագայում կարոտելով մենք շատ ավելի դրական զգացողություններ ենք ունենում։ Մենք ունենում ենք ակնկալիքներ այդ կարոտից, ոչ թե վախենում ենք ավարտից, ոչ թե մեր էգոն ենք դնում առաջնայինը, այլ մեր այն սպասումը, այն ակնկալիքը, որը սպառելու ենք, փարատելու ենք տվյալ մարդուն հանդիպելուն պես։ Կան մարդիկ, ովքեր էքստրիմ շատ են սիրում։ Մարդիկ էլ կան, որ դա իրենց համար անընդունելի է, նրանք սիրում են ապահովության զգացողությունը։ Մենք կարող ենք արդյոք զուգահեռներ անցկացնել մշտապես, պարբերաբար սիրահարվող մարդը դա այն մարդը, ով սիրում է էքստրիմ, եւ մարդ, ով խուսափում է կողմնակի հարաբերություններից, սիրում է մշտական ստաբիլ հարաբերություններ, վերաճած արդեն սիրո եւ կայունությունն է գնահատում, այդ մեկ հայացքով անմիջապես իրար հասկանալն է նրա համար գերադասելի։ Գիտեք, յուրաքանչյուր մարդու համար անկախ հարաբերությունների տեսակի եւ որակի դիտարկումից կայունությունը շատ կարեւոր է։ Նույնիսկ մարդ, ով պարբերաբար փնտրում է սիրահարվածություն եւ կողմնակի հարաբերություններ, նույնիսկ այդ հարաբերությունների մեջ, որը կարող է տևել 1 ժամ, 15 րոպե, 1 ամիս, 1 տարի եւ այլն, փնտրում է կայունություն։ Եվ նույնը իհարկե անշուշտ տեղի է ունենում սիրո պարագայում, որովհետև սերը ինքնին իր խորությամբ, իր զսպվածությամբ, իր իմաստավորվածությամբ եւ գիտակցվածությամբ ենթադրում է այդ կայունությունը։ Բայց նույնիսկ ժամանակի մեջ, որը կարող է շատ կարճ լինել, յուրաքանչյուր մարդ փնտրում է կայունություն։ Դիցուք կարող եմ օրինակ բերել, երբ մարդը ուղղակի սիրահարված է եւ ուզում է որոշակի ժամանակ անցկացնել իր սիրահարվածության օբյեկտի հետ զգալու ինչ որ բաներ, որոնք որ կարող է զգալ միայն այդ մարդու հետ, հա, նա ակնկալում է այդ ժամանակում լինել կայուն։ Ինչ է սա նշանակում, որ դիմացինին չզանգեն, իրեն չզանգեն, որևէ այլ հարց չառաջանա, որևէ մեկը չխանգարի։ Սա ենթադրում է այդ ժամանակահատվածի կայունությունը։ Կարող է այս զգացողությունը որևէ մեկը չիմանա, չտեսնի, չզանգի, չշեղի, բացասաբար ազդել սիրահարվածության զգացողության վրա, դարձնելով այն շատ ավելի կարճատև, անկենսունակ։ Որովհետև եթե մենք պարզում ենք, որ այդ մարդը սիրում է ու ձգտում է դեպի այդ զգացողությունը տվյալ մարդու հետ, ապա այս պարագայում համեմվում է նաև տագնապով, ինչը իր հերթին կարող է բերել պակաս ձգողականությանը հարաբերությունների տվյալ մարդու հետ։ Նայեք, երբեմն հենց այդ տագնապն է, որ կարողանում է պահել այս կամ այն հարաբերությունները որոշակի ժամանակ։ Ինչպես տագնապային մարդը իր տագնապի զգացողությունը դրսևորում է իբրև հոգատարություն։ Ես անհանգստանում եմ քեզ համար, որովհետև դու ինձ համար թանկ ես, սիրելի ես, ցանկալի ես եւ այլն։ Բնականաբար սկզբից սա յուրաքանչյուրի եսը շոյում է, որ իր համար անհանգստանում են, իր համար մտածում են եւ այլն։ Բայց երբ սա անցնում է որոշակի սահման, այո, այդ պարագայում դա կարող է լինել բաժանության եւ սիրահարվածության այդ ժամանակահատվածի վերջը։
Երբ կինը զգում է մի բան, այն չէ, ինչ եք դուք խորհուրդ տալիս որպես հոգեբան, ապահովել այդ անհարմարությունը տագնապայնության բարձրացման ձևաչափով անդադար զանգել ամուսնուն, հարցնել դու որտեղ ես, նորից մատուցել որպես հոգատարություն, իսկ դու ինչ-որ մի բան կերար, իսկ հիմա որտեղ ես։ Սա կնպաստի այդ երրորդ անձի հանդեպ ունեցած դրական զգացողությունների անկմանն ու նվազմանը, թե դա անել հարկավոր չէ։ Գիտեք, այստեղ չկա պատրաստի ինչ-որ բաղադրատոմս, որովհետև դա կախված է նաև տղամարդու հոգեկերտվածքից։ Եթե տվյալ տղամարդը ում նկատմամբ կինը պետք է դրսևորի հոգատարություն, որպեսզի որևէ երրորդ անձ չլինի իր կյանքում կարևոր, ապա տվյալ տղամարդը պետք է անպայման ունենա այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, ինչպիսիք են ոչ կենցաղում ոչ լիարժեք դրսևորումների կարողությունը։ Այսինքն կինը նրա փոխարեն պետք է մտածի ինքը ինչ կերավ, ինչ հագավ, ինչ ուր գնաց, երբ եկավ եւ այլն։ Ընդհուպ մինչեւ հիշեցնի, թե ինքը որ ժամին ինչ հանդիպում ունի կամ ինչ գործ պիտի անի։ Բայց տղամարդիկ, ովքեր անկախ են, կայացած են, ինքնուրույն են, հա, տվյալ տղամարդկանց չի կարելի անընդհատ տագնապի մեջ պահել, որովհետև նման տղամարդը միշտ գնում է այն որսի հետևից, որը պետք է ինքը որսա։ Այստեղ ընդհատելով մեր զրույցը ուզում եմ մեր հետևորդներին հիշեցնել բաժանորդագրվելու մասին։ Սեղմեք զանգակը հետագաներ բեռնումները չբաց թողնելու համար։ Բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ, առաջարկեք թեմաներ եւ հյուրերի, ում կարծիքն ու մեկնաբանությունը տարբեր թեմաների շուրջ ձեզ համար հետաքրքիր, օգտակար եւ կարեւոր կլինեն։ Տիկին Մանուկյան, սեր ու սիրահարվածություն կյանքի հանդեպ հետաքրքրվածության առումով, կյանքին կշիռ ու իմաստ հաղորդելու առումով ո՞րն է ավելի կարևոր։ Եթե մարդը ունի կայուն ընտանիք, սեր, հստակ կարծում եմ, որ գտել է այն մեկ մարդուն, ում փնտրել է տարիներ շարունակ, կարիք ունի պարբերաբար update անելու իր զգացողությունները նորից սիրահարվելով, որովհետև դուք ասեցիք, այո, հնարավոր է մարդ սիրելով սիրահարվի մեկ այլ մարդու, դժվար եմ պատկերացնում, այնուամենայնիվ ունի այս կարիքը պարբերաբար նոր զգացողությունների եւ նոր սուբյեկտների։ Ոչ իհարկե, որովհետև կա ստաբիլություն այն մարդու հետ, ում նա խորությամբ սիրում է, ում հետ կան վստահելի հարաբերություններ, ում նկատմամբ նա զգում է շատ գիտակցված եւ իմաստավորված սեր, բայց լինում են պահեր, երբ մարդը ուզում է այնուամենայնիվ ստուգել հատկապես տարիքի հետ, որքանով է դեռ պահպանվել նրա հմայքը, ձգողականությունը եւ ինչու՞ չէ նաեւ զգալ ինչ որ նորույթ, որը միանշանակ ապրելուց հետո նա նորից վերադառնալու է այնտեղ, որտեղ անվտանգ է։ Ո՞րն է այդ տարիքը, երբ որպես կանոն փորձում են իրենց հմայքի ուժը։ Սա էլ է շատ հակասական, որովհետև որպես կանոն տղամարդկանց շրջանում դա 45-ից հետո է, իսկ կանանց մոտ հակառակը։ Կանայք շատ ավելի ինքնավստահ են դառնում հենց 45-ից հետո։ Մինչ 45-ը կանայք մի փոքր ավելի տագնապային են լինում եւ միշտ ունենում են այդ կորցնելու վախը։
Ինչպես է ստացվում, որ կինը միշտ զգում է, որ իր զուրկ ընկերոջ մոտ ինչ-որ այլ զուգահեռ անձնական կյանք կա, որովհետև փոխվում է իր ինքնազգացողությունը այդ մարդու կողքին, թե այլ նրբություններ էլ կան եւ արդյոք իսկապես կանայք միշտ զգում են դավաճանությունը կամ առնվազն հետաքրքրվածություն իրենց զուգ ընկերոջ այլ մեկով։ Նախ փոխվում է վերաբերմունքը։ Փոխվում է վերաբերմունք այնքանով, որքանով որ այն սովորական բառերը, սովորական գործողությունները, սովորական դրսևորումները, որոնք որ նա տարիներ շարունակ կրել է իր վրա, զգացել է իր զուգընկերոջ կողմից, կարծես թե հետս հետե սկսում են նվազել եւ գալիս է մի պահ, երբ դրանք հասնում են այսպես նվազագույնի։ Ուստի սա այն տագնապային զանգն է, որը որ արթնացնում է կնոջ հետախուզական այսպես կարողությունները, հա, եւ երբ ես ասում եմ հետախուզական կարողություններ, դա բնավ չի նշանակում այսպես առարկայական բուն հետախուզություն ծավալելը, այլ ներքին ինտուիտիվ զգացողությունները եւ այդ զգացողությունները տանում են կնոջը ստեղծելու տարբեր իրավիճակներ, որտեղ որ նա կստուգի իր կասկածները։ Ուստի սա է այն հիմքը, երբ կինը զգում է իր տղամարդու կյանքում որևէ այլ հետաքրքրության առաջացմանը։ Բայց ամենաառաջին եւ կարեւոր նախապայմանը տղամարդու բառապաշարի փոփոխությունն է։ Եթե կանայք զգում են տղամարդու բառապաշարում նոր բառեր, խոսակցական նոր ոճ, ինչ-որ բարձ ստորադասական նախադասություններ, հա, որը նախկինում հատուկ չի եղել տվյալ տղամարդուն, ապա սա եւս այսպես տագնապային ինդիկատոր է, այո, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Տղամարդիկ են նույն կերպ զգում կնոջ դավաճանությունը։ Տղամարդիկ նույն կերպ չեն կարող զգալ, որովհետև կինը շատ բազմաշերտ է իր բնույթով եւ մինչ ինչ որ մի քայլի գնալը կինը շատ ավելի խոր եւ գիտակցված է մտածում իր արած քայլերի մասին։ Եվ ժամանակը, որը որ նա տրամադրում է այդ մտածելուն, կարող է իջիկ դարձնել նույնիսկ այն ցանկությունը, որը որ կնոջ մոտ այդ պահին առաջանում է։ Բայց եթե կա նման իրավիճակ, ապա շատ հաճախ տղամարդը հասկանում է կնոջ սառնությունից։ Եվ այդ սառնությունը բնավ չի վերաբերում բացառապես ինտիմ կյանքին։ Դա վերաբերում է առաջին հերթին կյանքում եւ կենցաղում կնոջ կողմից տղամարդու նկատմամբ դրսևորվող անտարբերությամբ։ Տիկին Մանուկյան, հնարավոր է դավաճանությունը կարևոր չի թե ում կողմից, միգուցե նույնիսկ երկուստեք հետագայում քրիտիկական կետը հաղթահարելու պարագայում ավելի ամրապնդի ընտանիքը փոխհարաբերությունները մեկը մյուսի ներկայությունը գնահատել է, թե այնուամենայնիվ անկախ ձևաչափից դավաճանությունը քայքայող է հարաբերությունները որպես երևույթ։ Գիտեք, սա էլ է մենթալ երևույթ։ Սա էլ է կախված ազգային մտածողությունից եւ ազգային առանձնահատկություններից։ Հայ իրականության մեջ դժվար թե դա դառնա նոր խթան այդ հարաբերությունների վերականգնմանը կամ ամրապնդմանը առավել եւս։ Բայց օրինակ հարթավայրում ապրող ազգերի համար, որոնք ոչ մի բան խորությամբ չեն անցալու, այո, դա կարող է դառնալ նաև նոր հարաբերությունների խթան, այսինքն երկու նախկինում արդեն իսկ հարաբերությունների մեջ եղած անձանց միջև եւ ինչու՞ չէ նաև սիրահարվածության նոր փուլի առաջացում։ Ամփոփելով այս հարցի պատասխանը, արդյոք կարող եմ եզրակացություն անել, որ թեթև սոլիկները շատ ավելի հեշտ են հաղթահարում դավաճանությունը։
Դե կյանքի կպատահի դե լավ անցավ։ Չէ, հեշտ են հաղթահարում դավաճանությունը այն մարդիկ, ովքեր որ ինքնաբավ են, եւ հեշտ են հաղթահարում դավաճանությունը այն մարդիկ, ովքեր առանձնակի նշանակություն չեն տվել այդ հարաբերություններին։ Երկու պարագայում տարբեր մոտեցումներ են։ Ինքնաբավ մարդը կարող է խորությամբ սիրել, բայց դավաճանության պարագայում մի անգամից փոխել իր դիրքորոշումը եւ հեռանալ շատ հեշտությամբ։ Քանի որ ինքն իր հետ ներդաշնակ է։ Թեթև ապրող մարդը, այսպես կոչված, միշտ մտածում է, որ ամեն պարագայում կգա հաջորդը, եւ երկու դեպքում էլ մարդը չի կարող սիրել առանց սիրահարվելու, չի կարող սիրահարվել առանց սիրո պահանջ ունենալու, եւ սիրահարվածությունը չի կարող վերածվել սիրո, եթե մենք այդ սիրահարվածության մեջ փնտրում ենք ինչ որ որոշակի զգացողություններ։ Եթե մենք այդ սիրահարվածության մեջ չենք ցանկանում մնալ տվյալ մարդու կողքին, նույնիսկ եթե չկան այն աքսեսուարները, որոնք որ մեզ բերել են դեպի այդ մարդը։ Ուստի ես շատ կցանկանայի, որ մեր կանանց եւ տղամարդկանց միջև առաջացող այդ կայծը, որը կոչվում է սիրահարվածություն, անպայման վերածվեր սիրո, որը ավելի կայուն է, որը ավելի վստահելի է, որից առաջանում են ընտանիքներ, որը բոլոր ժամանակներում մնում է հասարակության կայուն հիմքը եւ հասարակության զարգացման, ազգի բազմացման միակ օղակը, միակ դրամաբանական, միակ զգայական, միակ վստահելի օղակը։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Եթե դուք ուզում եք որևիցե մեկի հետ ունենալ տևական եւ կայուն հարաբերություններ, անպայման մեծ ուշադրություն դարձրեք, թե ինչ զգացողություններ ու զգացմունքներ է նա ունենում, երբ լինում է ձեզ հետ, ձեր կողքին։ Աշխատեք, որպեսզի նա չլարվի, նրան հաճելի լինի ձեզ հետ։ Իհարկե, դա չի պիտի երբևիցե արվի ձեր զգացողությունների հաշվին, որտեվ այնուամենայնիվ ձեզ համար կարևոր պիտի լինի ձեր զգացողությունը։ Եթե ձեզ անձամբ հաճելի չէ, հաճույք պատճառել նույնպես չեք կարող։ Կհանդիպենք կրկին, առայժմ